Շարունակում ենք առավոտ լուսով վիքենդը ու Դավիթ, գիտես ինչ է ուզում հարցնել, նկատել ես, որ սպորտով կանոնավոր զբաղվող մարդիկ ոչ միայն այսպես մարզական կազմվածք ունեն, այլ նաև բավականին մարզված բնավորություն եւ կամային հատկություններ։ Իհարկե, վստահաբար առհասարակ սպորտով զբաղվելը օգնում է ամրապնդել հոգեբանական առողջությունը։ Ի մեջ փոփոխություն նկատում ես այս մեկ ամսից հետո։ Դու հիմա սկսել ես ակտիվորեն սպորտով զբաղվել։ Յոգան սպորտ չի համարվում։ Համարվում է վստահաբար, բայց ես դեռ հոգեբանական այսպես ամրություն ցավոք։ Դե լավ, երևի մեկ ամիսը շուտ է ամեն դեպքում ես կշարունակեմ պահպանել այդ կանոնավորությունը։ Բայց այո, սա փաստ է, որ սպորտով զբաղվող մարդիկ ոչ միայն կարողանում են առողջ ապրելակերպ վարել եւ իրենց ֆիզիկական մարմնի մասին հոգ տանեն, այլ նաեւ ձեռք են բերում հստակ յուրովի բնավորության գծեր։ Մենք այս ամենի մասին դեռ կհասցնենք խոսել, բայց հիմա շտապ ենք ներկայացնել մեր հյուրին, որն արդեն տաղավարում է, կներկայացնենք դրան հենց այնպես, ինչպես ինքն է ներկայացնում իրեն իր Instagram-յան էջում եւ այսպես մարմնի ճարտարապետ, խաղի կանոնները փոխող ֆիթնես գուրու Լևոն Հովհաննիսյանն է մեր այսօրվա հյուրը, բարի լույս։ Ճիշտ այդպես, բարև ձեզ։ Ճիշտ ասացի, չէ՞, ամեն ինչ։ Շատ դիպուկ թարգմանել եք, այո։ Ահա, շատ դիպուկ թարգմանել եք։ Հաճելիորեն զարմացած եմ։ Իսկ ինչու եք ընտրել հենց այս ձևակերպումները ձեր Instagram-յան էջի համար։ Եթե մաքսիմալ անկեղծ փորձեմ գտնվեմ, ապա հետևելով Instagram-յան տրենդերին, իսկ ես բացի իմ ամբողջ գործունեությունը, որը որ ծավալում եմ որպես աշխատանք, քիչ թե շատ փորձում եմ նաև ինֆլուենսեր որպես հանդես գամ, բավականին լավ ստացվում է, սա հավատեմ, այո, եւ տենդենսներին հետևելով միշտ խելացի մարդիկ պնդում են, որ պետքա որևէ կերպ առանձնանաս, ստանդարտ գրառումները առնվազն հետաքրքիր չեն։ Ուշադրություն չեն գրավում։ Ուստի, այսպես ասած, գտնելով ոսկե միջինը, որպեսզի չափազանց մեծամիտ չհնչի, բայց միաժամանակ իրականությանը համապատասխան լինի, գտել եմ տվյալ դուրսբերումը, այսպես ասած։ Ինձ հետաքրքիր է ինչպես եք դուք փոխում խաղի կանոնները։ Ասեմ, նախ բարեբախտաբար այնպես է ստացվել, որ ես որևէ կախում չունեմ օրինակներ բերեմ, որպեսզի հասկանաք սպորտ սնունդ արտադրող ընկերությունների հետ կամ սպորտային աշխարհում ֆիթնես ինդուստրիայում, այսպես ասած, ալիքներ թելադրող ընկերությունների հետ, ովքեր որ պահանջում են ատլետներին կոնկրետ կետերում լռել։ Ու չունենալով նման սահմանափակումներ, բարեբախտաբար ես միշտ մաքսիմալ ազնիվ եմ գտնվում, երբ որ ինչի մասին են ստիպում լռել։ Իրականում այս թեման շատերի մոտ տաբու է, շատերի մոտ նույնիսկ չգիտեմ ինչու տվյալ հոգեբանությունը ինձ խորթ է, բայց ամոթալի է խոստովանել, որ պրոֆեսիոնալ սպորտում խնդրում եմ հստակ տարանջատել պրոֆեսիոնալ սպորտ եւ առողջ ապրելակերպ, դրանք ռադիկալ տարբեր բաներ են։ Պրոֆեսիոնալ սպորտում միշտ արկա են արգելված խթանիչներ։ Մենք արդեն հասցրել ենք այսօր այդ մասը։ Դրանք արկա են նաև հազար ներողություն եմ խնդրում հանուն արդարության լավ ռասուշ խոսում ենք, ասեմ։ Նույնիսկ օլիմպիական խաղերի թոփ հարթակի ելույթ ունեցող մարդկանց մոտ են արկա, բայց քանի որ դա տաբու է եւ միշտ մարդկանց պիտակավորում են, որ դա իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքը չի, մարդիկ խուսափում են։ Իսկ ոնց նշեցի սպորտային աշխարհում տենդենսներ հաղորդող, ալիք հաղորդող ընկերությունները խստիվ արգելում են իրենց ատլետներին, ամբասադորներին, որպես այդպեսին խոսել այդ թեմայով, որովհետև հենա կմտածեն, մարդ կախարդական հաբը ընդունեց կամ կախարդական ներարկումը արեց ու վերջ, այլ բանի կարիք չկա, այդ սպիտակուցային հավելումը չի կամ այլ բադը չի, բիոակտիվ դաբավկայի նույն ինքը հավելման մասին է, կենսաբանական հավելման մասին է խոսքը գնում։ Չունենալով նման սահմանափակումներ, ես մաքսիմալ ազատ եմ, ազնիվ եմ եւ ինքս չեմ վախենա խոստովանեմ 17 տարեկանից մինչեւ օրս, իսկ նա մինուտը չկու ես հիմա արդեն 35 եմ դառնում, միշտ ասում եմ տիրապետելով բոլոր բացասական կողմերին, երբեք ու երբեք չգալ այդ ուղի, եթե դու կոնկրետ դրանով չես ապրում, եթե դու դրանով չես վաստակում ու ունես մինիմալ պատկերացումներ, որովհետև դա իրանից ենթադրում է աննկարագրելի մեծ քանակությամբ ռեսուրս, թե առողջության, թե ֆինանսի տեսքով, թե ժամանակի, որը որ մեղմ ասած ամեն մարդ չի, որ պատրաստ է տալ։ Մարդիկ տեսնում են այդ ժուրնալների մեջ, ամսագրերի մեջի գեղեցիկ մարմնով, աստվածային մարմնով էակներին կամ մոտիվացիոն վիդեոներում տեսնում են ու մտածում են, ձգտում են, դա շատ լավ է մի կողմից, բայց չեն գիտակցում, թե ինչ գնով է այդ ամենը տրվում, իսկ գին ասելով, բառից բուն իմաստով առողջության մասին է խոսքը։ Ես միշտ
հնարավորինս այդ ամենը կանխարգելում եմ, ինքս լինելով դրա մեջ։ Քանի որ դուք ինֆլուենսեր եք, ես չեմ կարող պարզապես այս թեմայի մասին իհարկե չխոսել, որովհետև դուք էլ նշեցիք մասամբ, իրականում մեր օրերում իհարկե սոցիալական բոլոր հարթակները շատ մեծ ազդեցություն են թողնում ոչ միայն դեռահասների վրա, անգամ մեր մեծահասակների վրա, դա գաղտնիք չէ։ Չեմ կարող չհամաձայնել։ Այո, եւ մենք տեսնում ենք հաճախ այդ շատ իդեալականացված այդ արտաքին տեսքով մարդկանց, աստվածային գուցե այո մարմիններով եւ տպավորություն է, որ երբեմն այս ամենը կամ անհասանելի է, կամ այնքան, չգիտեմ, գուցե Photoshop-ն է ինչ-որ իր առումով դեր խաղում, որտեղ ինֆլուենսերները հաճախ դրանից են օգտվում եւ տպավորություն է այո ստեղծում, այսինքն կեղծ էսպիսի նպատակներ ու իրականություններ են ստեղծում, որոնց շատ դժվար է հասնել եւ երբ դու պարզապես այսպես ուղղակի թերթում ես ենթադրենք որևէ համացանցում սոցիալական կայքում որևէ էջ, դու դա տեսնելով իհարկե այդ ամենը անդրադառնում է նաեւ քո վրա։ Ինձ հետաքրքիր է դուք որպես ինֆլուենսեր ինչպես եք պայքարում, արդյոք պայքարում եք սրա դեմ թե չէ եւ առհասարակ ձեր որպես ինֆլուենսեր պատասխանատվությունն ինչպիսին է ձեր լսարանի առջև։ Մեծ սիրով պատասխանեմ, որովհետեւ հարցը մեղմ ասած շատ դիպուկ էր, շատ ակտուալ է մեր օրերում, մասնավորապես քանի որ ձեր ասածը չի կարող ուղղակիորեն չանդրադառնալ մարդկանց վրա եւ միանգամից ասեմ պայքար որպես այդպեսին դրա դեմ իմաստ նույնիսկ չունի փորձել, ասեմ ինչու, մարդիկ ցավոք շատ հեշտությամբ են տրվում ծրագրավորմանը ու այո, այդ սիրուն ամեն ինչը տեսնելով չեն գիտակցում, որ 99% դեպքերում ես չեմ չափազանցնում, այդ ամենը fake է։ Օրինակի համար, հենց մոտ օրերս թերթում էի, scroll էի անում, այսպես ասած, մի հատ շատ հայտնի ինֆլուենսեր կա, եթե չեմ սխալվում, այս պահին ամերիկյան ֆուտբոլ է խաղում, Սևամորթ, ով իր առավոտյան ռիտուալը պարբերաբար հատ մանրակրկտորեն, շատ գեղեցիկ կերպով, մաքսիմալ ճոխ լյուքս տարբերակներով ներկայացնում է, ինչը մարդկանց մոտ այո, վաու էֆեկտ է առաջացնում, բայց եկեք ազնիվ գտնվենք, դա ընդամենը բեմադրություն է, նման բան գոյություն չունի։ Այս աշխարհը այնքան սիրում են իդեալիզացնել, այսպես ասած, որ մարդիկ ցավոք ընկալում են որպես հալածյուղի տեղ ու փորձում են ընդօրինակել, կրկնօրինակել այնինչ այդ ամենի backstage ասվածում շատ ավելի խորը բաներ կան, որոնք մարդկանց հասանելի չեն, հասարակ մարդկանց, ովքեր դրանով չեն ապրում։ Այդ ամենը կոռումպացված ինֆորմացիա է եւ մի կողմից նույնիսկ լավ է, որ այդպես է, որովհետեւ եթե առաջին հայացքից մարդ լսի, տեսնի, սկսի տիրապետել ու չխորանալով հանդերձ փորձի այդ ամենը ընդօրինակել, առնվազն ինքն իրեն վնաս կտա։ Ու այդ ամենը պահանջում է իրենից, եթե դու պրոֆ հարթակում ես, նորից եմ շեշտում, մի ամբողջ թիմ պետք է քեզ օգնի այդ ամենը հաղթահարելու համար։ Առանձին բժիշկ պետք է ունենաս, առանձին խիրոպրակտոր պետք է ունենաս, առանձին կինեզիոլոգ պետք է ունենաս եւ այլն։ Առանձին սննդաբան պետք է ունենաս, միայնակ այդ ամենը կարողանալ անել, դա գերմարտկային է։ Այո, շատ են սիրում իդեալիզացնել, որը մի հավատացեք։ Դուք տեսեք, արդից օգտվելով sense մի հատ նշում անեմ, ժամանակ կար, երբ որ շատ երիտասարդ էի, դեռահաս տարիքում նույնիսկ, տանեցիներս միշտ դեմ էին այն գործունեությանը, որ ես եմ ծավալում մինչ օրս, ասում էին դա քեզ ապագա չի, Հայաստանը այդ երկիրը չի եւ այլն եւ այլն։ Միշտ ունեցել եմ եւ ունեմ խորին համոզմունք, որ անկախ դրանից թե դու որտեղ ես գտնվում, համապատասխան ջանք, եռանդ, կամքի ուժ դրսևորելով դու կարող ես հասնել նույնիսկ միջազգային հարթակի այն հաջողություններին, որը որ տեսնում ենք մենք օտարազգի ինֆլուենսերների մոտ։ Մեծամիտ չհնչի, բայց համարում եմ, որ որոշակի չափ ինքս այդ ամենին հասել եմ, առնվազն տիտղոսների տեսքով։ Բոլորին հայտնի ֆիթնեսի ասպարեզում Arnold Classic մրցաշարին ես մասնակից եմ եղել, լավագույն վեցնյակում եմ եղել։ Եթե ոնց նշեցիք իմ Instagram-յան էջը մտնեք, թերթեք, այն աստվածային մարմին ասվածը, իհարկե իմ տեսակից ելնելով, իմ գենոտիպից ելնելով լավագույն տարբերակը բազմիցս անգամ ես կարողացել եմ կառուցել ու չեմ էլ պատրաստվում թարգեմ անկախ տարիքիցս։ Մենք երկու իրականության մասին խոսացինք, մենք fake իրականություն, մեկ երազանքների սահմանման եւ դրանց յետևից գնալու անկախ թե քո տեղը որ տեղ է այս երկրագնդի վրա եւ շատ կարեւոր է որ դրանք հստակ զանազանենք, որն է կեղծ իրականությունը, որն է հնարավոր իրական երազանքը, ինչպես այն սահմանալ եւ ինչ քայլերով ճիշտ, պրոֆեսիոնալ, գրագետ հասնել այդ երազանքներին։ Հիմա գանք արդեն դուք
ինքներդ խոսեցիք ձեր փորձառության եւ ձեր ճանապարհի մասին, տարիներ առաջ ասել եք, որ ինքներդ եք ձեզ մոտիվացնում, ձեր մոտիվացիայի աղբյուրը հենց դուք ինքներդ եք։ Ինչ որ բան փոխվել է այս ընթացքում։ Տեսեք, ինչքան էլ որ տարբեր տեսակ մարդիկ կան, ում արժի միանշանակ ընդօրինակել, ովքեր որ ունեն շատ բարձր մարդկային որակներ, բացի իրենց մասնագիտական որակները, միշտ ինքս իմ համար մի տեսակ չեմ կարողացել հաղթահարել այդ շեմը ու նույնիսկ ինքս իմ մեջ թույլ տամ համեմատեմ ինձ որևէ մեկի հետ։ Դա չի նշանակում, որ ես ինձ համարում եմ լավագույնը, ոչ։ Ես քաջ գիտակցում եմ, որ միշտ կա ավելի մեծ արժ, լավից միշտ ավելի լավը կա, ուժեղից միշտ ավելի ուժեղը կա, եւ հենց այդ հստակ գիտակցումն է քեզ թույլ տալիս դու տեղում չդոփես։ Միշտ ինքդ քո հետ, նախ որ ասում են, այսպիսի մի արտահայտություն էլ կա, քո գլխավոր կոնկուրենտը պետքա լինես միայն դու։ Ես դա համարում եմ ռադիկալ հակառակը, դու քո ներքին սատանաների հետ, եթե կարելի է այդպես ասել, պետք է համակերպվես, ընկերանաս, ընդունես քո տեսակի այդպիսին ինչպիսին որ կաս եւ ժամանակ առ ժամանակ համապատասխան վայրում գտնվել ռեալիստ լինելով, ասենք, ամեն մեկիս մեջ էլ եթե կարելի է ասել մութ կողմ, ես այդպես չեմ համարում, բայց այդպես ասենք, արկա է, մարդը ինչով է լավը կամ վատը, որ կարողանում է դա առաջինը չտարածել իր սիրելի հարազատ մարդկանց վրա եւ կարողանում է զսպել։ Մարդը բանական է նրանով, որ կարողանում է իր բնազդները զսպել։ Եթե դու ընդունում ես քեզ այդպիսին, ուրեմն դու արդեն հաղթած ես։ Դու կարաս միայն ընկերանալով իրանց հետ, իրանց նույնիսկ ճիշտ տեղը եկած ժամանակ, օրինակ տեսեք, ժամանակակից աշխարհում, եթե չեմ սխալվում, խնդրում եմ ինձ շտկեք, շատ են քննադատում եւ դեմոնիզացնում են ամեն կերպ մասկուլինիզացիա ասվածը, ավելորդ ագրեսիա ասվածը, բայց ես համարում եմ, որ եթե դու չլինես, չկարողանաս լինես առնվազն բավականաչափ ագրեսիվ adekvati սահմաններում, դու միշտ լինելու ես զոհի դերում այն մարդկանց մոտ, ովքեր որ կամա, ակամա պատահաբար կարող է հայտնվեն քո կյանքում ու ագրեսիա դրսևորեն։ Դու միշտ պետք է պատրաստ լինես դրան։ Այլ խնդիր է, երբ որ դու չես կիրառում այդ ամենը քո սիրելիների հանդեպ, քեզանից թույլի հանդեպ։ Հենց այն է, ինչի մասին ամենասկզբում ասացի, երբ սպորտով եւ առողջ ապրելակերպով զբաղվող մարդիկ ձևավորում են հստակ բնավորություն, ուժեղ բնավորություն, հենց սրա մասին էլ այսպես սպորտից եւ մարզումներից արագ անցում կատարեցինք եւ սահուն անցում կատարեցինք էգզիստենցիալ հարցեր, բայց վերադառնանք սպորտին։ Այնց մի բան է հետաքրքրում, վստահաբար շատ մարդկանց հետ եք առնչվում աշխատանքի բերումով, շատ են մարդիկ, որոնք գալիս են, որոշակի նպատակներ ունեն, բայց թվում է առնվազն սեփական օրինակով կարող եմ ասել, նաև ընկերներիս օրինակով ամենաբարդը թերևս հենց մոտիվացիան, այդ սկիզբը, երբ դու ասում ես, այ ինձ գուցե որևէ առողջական խնդիր կա եւ պետք է դրա համար մարզվել։ Գուցե չկա որևէ խնդիր, բայց առհասարակ հենց առողջ ամուր հոգեբանություն եւ մարմին ունենալու համար պետք է մարզվել, բայց հաճախ այս մոտիվացիոն պահը շատ բարդ է, որովհետև միշտ կան ինչ-որ արդարացումներ, սովորաբար ժամանակ չկա, չգիտեմ, աշխատանքի օրինակ վայրում մենք չենք հասնում եւ այլն եւ այլն։ Միշտ այդ արդարացումները կան, բայց կա նաեւ մի շատ լավ խոսք, որ ասում են ցանկացած դեպքում, եթե կա ցանկություն, ժամանակը հնարավոր է գտնել։ Ինձ հետաքրքիր է դուք ինչպես եք մոտիվացնում այն մարդկանց, ում հետ աշխատում եք եւ արդյոք ստացվում է թե ոչ։ Մեծ սիրով ասեմ, այո, շատ ճիշտ եք, խնդիրը գիտեք ինչու՞մն է կայանում։ Քանի որ բարեբախտաբար այնպես է ստացվել, որ սպորտը իմ ոլորտն է, ֆիթնես ասվածը իմ ոլորտն է եւ ես բավականին խորացված եմ այդ ամենում, ասեմ ավելին։ Ես ինքս արդեն մոտ 4, նույնիսկ 5 տարի է ժամանակի զգացողությունս մի փոքր թույլ ներողություն, ինքս չեմ մարզում։ Ես համագործակցում եմ Հայաստանի սպորտային բժշկության ասոցիացիայի հետ եւ մենք որակավորում ենք նոր կադրեր որպես մարզիչ։ Եվ ինչ եմ ես իրենց ուսուցանում, հենց խնդիրը գալիս է հաճախորդին մոտիվացնելու կետին, ասում եմ հետեւյալը, ու դա իրականությունն է։ Եթե շատ ժամանակ օրինակ մարդ ինչ որ առողջական խնդիր ունի, ոնց որ դուք նշեցիք, օրինակի համար պրիմիտիվ օրինակ եմ բերում, ողնաշարի հետ կապված, մեջքի ցավեր ունի ու համանման ինչ որ բան։ Ցավոք բժշկություն եւ սպորտային բժշկություն ասվածները շատ ժամանակ կարծիքների բախում են ունենում եւ ես միանշանակ ավելի հակված եմ սպորտային բժշկության կողմը, որը ավելի ինտեգրատիվ է եւ մի քանի ճյուղավորում միաժամանակ ինտեգրելով շատ ավելի հեշտ բանալիներ է տալիս, մասնավորապես։ Հաճախորդը եկավ, ապագա ասում է ունեմ խնդիր, բնականաբար ծանրով աշխատել չեմ կարող եւ արդեն իսկ ինքը պարտվածի հոգեբանությամբ խեղճացած, այսպես ասած, եթե կարելի է այդպես ասել, գալիս է
ու եթե ինքը եկավ կոպիտ ասած ընկավ քո ձեռքը, իր բախտը բերելա։ Ունենալով համապատասխան գիտելիք, դուք ընդհանրապես իրեն ասում եք, որ հարգելիս, դա նորմալ է, որ ցավեր ունեք, որովհետև ձեր մկանային կորսետը, որովայնի մկանները, մեջքի հիպերէքստենսիվ մկանները չգտնվելով տոնուսի մեջ, ձեր մարմնին նամանավանդ, այո, շատ ճիշտ է, եթե ունեք էլ ավելորդ քաշ, իսկ որպես կանոն շատերը ունեն ավելորդ քաշ, այդ ամբողջ ավելորդ քաշը ծանրաբեռնվածությունը իրեն վրա է վերցնում ողնաշարը եւ եթե ապագայում այդպես էլ մնա դուք բացի ցավերը կունենաք պրոտրուզիա դրանից հետո հաջորդ ստադիան որը արդեն ճողվածքն է եւ եթե բժիշկին հարցնենք լավագույն միջոցը շատ ժամանակ դանակի տակ պարկել օպերացիա վիրահատություն անելն է ինչի անել դա եթե կարելի է խելամիտ կերպով adekvat մարզումներ սկսելով ժամանակի հետ այդ խնդիրը շտկել Իմ վրա օրինակ բերեմ, ես այո համանման խնդիր ունեմ, գոտկատեղի ներքևի հատվածում ունեմ ցավեր, երբ թարգում եմ մարզվել ես, գիտակցաբար հանգստի եմ ասում, այսպես ասած, բայց քանի իմ մարզավիճակը ակտուալ է, մկաներս տոնուսի մեջ են, ես չեմ հիշում այդ ցավերի մասին։ Եվ ժամանակ հետո մարդ երբ որ սկսում է զբաղվել սպորտով, նույնիսկ իր բնավորությունն է փոխվում։ Նույնիսկ մարդու տրամադրությունը, ամբիցիաները, ամեն ինչն է փոխվում, որովհետև մարդ բանական է, բայց մեր բնավորությունը ստիպում է ձևավորվել մեր հորմոնալ համակարգը։ Եթե դու ակտիվ ես, դու լրիվ այլ կարգավորումներ ունես։ Ու մարդու կյանքի որակը սկսում է պարբերաբար փոխվել, նա նույնիսկ չի զգում ոնց դա տեղի ունեցավ։ Շատ ժամանակ մարդիկ նույնիսկ չեն վերլուծում, չեն խորանում, դա նույնիսկ դա ընդհանրապես իրանց դուր է գալիս, ու էլ զգում են, որ չեն կարողանում կտրվել դրանից։ Ասածս որն է, կարևորը ձեր հարցին սպառիչ պատասխանեմ, կոնսպեկտեմ, լավ մասնագետ գտնել, կոմպետենտ մասնագետ գտնել եւ ընդհանրապես վստահել ու գալ հասնել այդ կետին, քայլ անել։ Մնացած ճանապարհը ինքդ կտեսնես։ Ես վերջերս մի հոդված էի նաև կարդում, որտեղ ասվում էր, որ ամենակարևոր քայլը թերևս հենց մոտիվացիայի առումով դա մարզումները սովորություն դարձնելն է, որովհետև ինչպես մենք յուրաքանչյուրս օրինակ, չգիտեմ, ատամներն ենք մաքրում առավոտյան եւ դա սովորություն է, այսինքն անգամ չենք են մտածում առավոտյան դա արթնանում ենք եւ անում ենք, նույնը մարզումներն է, այսինքն պետք է հասնել այն մակարդակին, որ դա դառնա սովորություն եւ այսպես բնազդային մի բան, որ դու ամեն անգամ անես եւ ես էլ կարող եմ իմ փորձով կիսվել, երբ այցելեցի թերապևտին խնդիրներով քնի վատ որակ, էներգիա պարբերաբար չունենալ, հոգնածություն, հոգնած արթնանալ, վիտամինները ստուգենք, արյան անալիզները, ես ինչ-որ խնդիր ունեմ, վստահաբար ինչ-որ խնդիր ունեմ, ասած ուղղակի սպորտով ապēc կսպաղվել, էներգիայի համար ընդհանրապես պետք է էներգիա ծախսել եւ ավելի շատ գեներացնել դրա արդյունքում։ Ֆելացի բժիշկը իսկապես բախտավոր եմ այդ առումով եւ խոսենք նաեւ այն մասին, թե ձեր մասնագիտության մեջ ավելի կարեւոր է արդյունքը տեսնել, այսինքն արդյունքն է մոտիվացնում, թե հենց ընթացքն է արդեն իսկ գայթակղիչ։ Կամ գոնե թե տարիների ընթացքում որ կետին եք դուք ինքներդ հասել եւ ինչպես եք մոտիվացնում, որպեսզի արդյունքը գայթակղիչ լինի, թե հենց process-ից հաճույք ստանան։ Ասեմ, նախ չեմ կարող չընդգծել, որ մեկը մյուսի հետ անմիջականորեն փոխկապակցված են ու ճիշտ սկիզբ տալով պայմանական թվեր եմ ասում, շատ խիստ կարևոր գործոն է հանդիսանում մարդու գենետիկական առանձնահատկությունները, եթե զգալի տեսանելի շոշափելի արդյունքի են ձգտում մարդիկ, դա տեղի կունենա սկիզբը տալուց առնվազն 3 ամիս հետո։ Մեր խնդիրը այն է, որ մարդուն բացատրենք, հասկացնենք, դա պետք է, այո, դառնա ապրելակերպ, եւ սկսած այն պահից, երբ որ դու շատ ավելի լավ, եթե կյանքի բերումով, ինչը շատ հավանական սցենար է, գա մի պահ ու դու հասկանաս ինչ-ինչ պատճառներով ստիպված ես որոշ ժամանակ հրաժարվել այդ սպորտից։ Եվ երբ որ դու հետ ես գնում, տեսնում ես, թե ինչքան դրական կողմերից ձերբազատվեցիր, հետո մի օր, որ նույնիսկ նորից կրակը արթնանում է հետ ես գալիս, էլ դու կյանքում բաց չես թողնի, հասկանալով, որ դա է լավագույն տարբերակը, դա է առողջությունը։ Իսկ եթե դու գնացիր, ինչքան ուզում ես լավ, բարձր այլ ասպարեզներում բարձր OGG ապահովես, բայց ինքդ քեզ վատ զգաս, արդյոք դա պետք է, դրա համար միշտ պետք է որոշակի մաս տրամադրել առողջ ապրելակերպին։ Գուցե գիտեք, գուցե չգիտեք, նորմալ է թե նորմալ չէ խաղի մասին, քանի որ մեզ մոտ առավոտը weekend-ն է, մենք փորձում ենք այսպես ավելի խաղային, ավելի թեթև եւ ավելի հետաքրքիր մթնոլորտ ստեղծել եւ առանձնացրել ենք մի քանի հարց, որոնց մեջ նաեւ հարցեր կան միֆերի մասին։ Կուղենք ձեզ այդ հարցերը, դուք կասեք դա նորմալ է թե նորմալ չէ։ Սիրով։ Եվ այսպես, նորմալ է օրական 10,000 քայլ չանելը։ Ավելի քան
նորմալ է։ Իսկ նորմալը մարզվելու ընթացքում սելֆիներ անելը եւ հրապարակելը, բայց մարզվելու ընթացքում նորմալ է, ինչու ոչ։ Խնդիրը այստեղ ավելի շատ ոնց ասեմ, չափի մեջ է։ Վարժության ընթացքում դուք պետք է կենտրոնանաք ձեր թիրախային մկանախմբի վրա եւ եթե ձեր ուղեղը շեղված է մեկ այլ ուղությամբ, դա կլինի ընդհանրապես ինքնախաբեություն, որը շատ տարածված է, զգում եք, չէ՞, կրկերը բորբոքվեցին, հիշեցի, ցավոտ կողմեր։ Այո, նորմալ է երկար մարզումներից հետո, որպես պարգևատրում, փոքրիկ քաղցրավենիք ուտելը։ Իհարկե նորմալ է։ Եվ վերջապես գիշերը կարելի է մարզվել։ Ասեմ, մեր մարմինը ընդունակ է ադապտացվելու ցանկացած ռեժիմի, դա այլընտրանք է, բայց իրականում ցերեկը դա լավագույն օպտիմալ տարբերակն աստիս։ Շնորհակալություն ենք հայտնում տաղավարում հյուրընկալվելու եւ առավոտը մեզ հետ սկսելու, որ ամենակարևորն է այսքան հետաքրքիր տեղեկատվությամբ մեզ հետ կիսվելու համար։ Իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ հիշեցնենք, որ մեր հյուրն է Լևոն Հովհաննիսյանը։ Իսկ մենք հիմա դիտենք մեր հայրենակից ռինգի երազների որսորդ Եղարդ Մուսասիի մասին պատմող տեսանյութ։